Կպարևեմ ձեզի շացրերի քուրերը եւ եղբայրներ եւ պարկուդամ այսօր դարձյալ որ ունինք արժեքավոր եւ բադբավոր աստծո զավակը մեր հետն է եղբայր Արման Մանուկյան Հայաստանեն բարի եկածեք վադվելի Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ բոլորիդ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք շատ հաճախ ցեզի կտեսնանք մեդիայի վրա դարբեր նյութերով ուսուցիչ եք եւ բավական մեծ դասավանդություններ դարբեր նյութերու մասին պատորանոնք, որոնք աստվածաշունչեն գուզեն դեղեցություն ստանալ եւ սորվիլ Փարք Հիսուսին, որ դուք ազդարայությունը գնեք, պիտի անդրադառնանք իմացել մասին, բայց գուզեի գիտնալ հիշել միևնույն ադեն, որ դուք հիմնած եք Էջմիածնի մեջ Էմանուել եկեղեցին եւ անոր հովիվն եք հետաքրքրական ասենք հոգեվոր ցանկի ճամփորդություն ունիք որում քիչ իդ մեր քույրերը եւ եղբայրները պիտի անդրադառնան պիտի ուզեի որ նախ դուք ցեզ ներկայացնեք ինչպես է սկսած է ցեր հոգեվոր ճամփորդությունը Շատ լավ, մինչև հոգևոր ճամփորդությունը ասեմ, որ ես միայնակ չեմ հիմնել եկեղեցին եւ առաջին հերթին ես այդ ժամանակ արդեն ձեռնադրված հովիվ էի եւ իմ հովիվը եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը ինձ ուղարկեց հանձնարարությամբ եւ 2-3 ընտանիքով շատ հրաշալի թիմով, որոնք այսօր էլ եկեղեցում են արդեն 15 տարի, մենք այս տարի տոնենք 15 տարին Էջմիածնի Էմանուել եկեղեցու եւ հավատարիմ մարդկանց շնորհիվ հավատարիմ ծառայեկիցների շնորհիվ եւ նաեւ հովվական աղոթքների հոգատարության շնորհիվ այսօր կա Էջմիածնի Էմանուել եկեղեցին եւ այն ծառայությունը, որի մասին խոսեցիք։ Այսքանը եկեղեցու հիմնվելու մասին եւ իմ հոգեվոր ընթացքը ինչպես է սկսել։ Ես նվեր ստացա Աստվածաշունչ շատ հրաշալի մարդիկ, մեր ընտանիքի բարեկամները Աստվածաշունչ նվիրեցին, երբ ես 13, 12 թե 13 տարեկան էի, չեմ հիշում, բայց 13 տարեկանում այդ պատանի հասակում սկսեցի ընթերցել Աստվածաշունչը եւ ինձ համար դա ես շատ էի սիրում գրքեր ընթերցել եւ Աստվածաշունչը շատ հետաքրքիր ընթերցանություն էր խորհուրդ եմ տալիս բոլորին ընթերցել Աստվածաշունչ։ Շատ մարդիկ շատ գրքեր ընթերցել են, բայց Աստվածաշունչը անգամ ցավով կարող եմ ասել, շատ հոգևոր մարդիկ սկզբից մինչև վերջ չեն ընթերցել, անընդհատ ընթերցում են տարբեր հատվածներ, բայց ես խորհուրդ եմ տալիս գոնե կյանքում մեկ անգամ սկզբից մինչև վերջ ընթերցեք Աստվածաշունչը։ Իհարկե ես այդ ընթերցանության ժամանակ այսպես չհանդիպեցի Աստծուն, զուտ որպես տեղեկություններ, ինֆորմացիա վերցրեցի, բայց ինչ որ սերմեր ընկան իմ սրտի մեջ եւ ես սկսեցի փնտրել ճշմարտությունը։ Ես անմիջապես չդարձա մենք Հայաստանում գիտեմ որ արտասահմանում ասում են դարձա քրիստոնյա, բայց գիտեք մենք հայերս բոլորը իրենց քրիստոնյա են ընդունում եւ որովհետեւ մենք տարանջատենք սա այն քրիստոնյաներին, ովքեր ապրում են ըստ Աստծո խոսքի, մենք Հայաստանում ասում ենք դարձա հավատացյալ քրիստոնյա։ Եվ բնականաբար շատ երկար ճանապարհ անցա մինչև 13-ից մինչև 26 տարեկանը, 26 տարեկանում նոր ես իրապես հանդիպեցի Աստծուն։ Փնտրեցի տարբեր կրոնների մեջ, փնտրեցի արևելյան փիլիսոփայությունների մեջ, անգամ այդ փնտրտուքի ընթացքում ես հասկացա, որ կա հոգևոր աշխարհ եւ ինձ համար ապացույցը հոգևոր աշխարհում այդ չար ուժերի գոյությունն էր, որ անհերքելի ապացույցներ ստացա, բայց իմ փնտրտուքներում ես չստացա խաղաղություն, չգտա խաղաղության իշխանին, ինչպես Եսայա մարգարեն բնութագրում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ հիշում եմ անգամ, երբ որ այդ գիտեք այդ յոգայի, բուդդիզմի եւ այլն արևելյան կրոնների մեջ իրենք այսպես գերբնական պահեր ունեն, չգիտեմ, այդ աղոթքել չի դա ուղղակի մեդիտացիաների, չգիտես ինչերի արդյունքում ես շատ զգուշացնում եմ հիմա քանի որ ինքս այդ ամենով անցել եմ, դրանք դուր են դեպի հոգևոր աշխարհ, որտեղ Աստված չի այդ դուռը բացողը, որտեղ չարն է այդ դուռը բացողը։ Եվ շատ հետաքրքրական է, ես երիտասարդ տարիքում էի եւ երբ որ այս չար ներկայությունը գալիս էր այդ աղոթքների ընթացքում, այդ յոգայի ու չգիտես ինչերի այդ չեմ էլ ուզում դրա մասին շատ խոսել, որովհետեւ
Հիմա հիշում եմ, որ այն ժամանակ թեև շատ մոդա էր, հետաքրքիր էր, հետաքրքրասիրություն կար այդ ամենի մեջ, բայց միշտ, երբ որ դու զգում էիր հոգևոր աշխարհը, վախն էր գալիս, եւ երբ որ վախն էր գալիս, ես անգիտակցորեն հիմա եմ հիշում, որ ես չէի հասկանում ինչ էի անում, բայց ես հայր մեր աղոթքն էի անում, տերունական աղոթքը, եւ դա օգնում էր, եւ այդ վախը հեռանում էր, եւ հետագայում, երբ որ արդեն իմ շրջապատում բանակային ծառայության ընթացքում եւ դրանից հետո իմ հորաքույրը ապաշխարեց, իմ հորաքույրը, գիտեք, առաջ շատ բազմանդամ էին ընտանիքները եւ հայրս տան ամենամեծն էր, հորաքույրս ամենափոքրը եւ իմ հորաքույրը ինձնից ընդամենը 4 տարի է մեծ, 8 երեխաներից, ինձ ավելի շատ որպես քույր, ինքը դարձավ հավատացյալ եւ խոսում էր Աստծո խոսքը ինձ, ընկերս ու էլի մարդիկ կային, որ անընդհատ ուզում էին, շատ էին սիրում, ուզում էին, որ ես էլ փրկություն ընդունեմ եւ ես շատ գիտելիք ունեի Աստվածաշնչից, շատ գիտելիք ունեի այլ կրոններից, փիլիսոփայություններից եւ ինձ հետ շատ դժվար, որ ես չէի ապաշխարում, ես բոլոր հարցերին պատասխան ունեի, ինձ թվում էր թե ունեի հարցեր էի տալիս, որոնց իրենք չէին կարողանում պատասխաններ գտնել, բայց երբ որ եկավ պահը եւ ես կրկին արդեն 25 տարեկանում վերցրեցի ձեռքս Աստվածաշունչը եւ այսպես հիմա դա ավելի շատ որպես ոչ հավատացյալ մարդու, անգամ անհավատ մարդու աղոթք եմ դա կոչում, ասացի, եթե դու իրականում կաս Տեր Աստված եւ այս գիրքը քո խոսքն է ու ճշմարտություն, դու ինքդ ինձ ապացուցիր։ Եվ երբ որ այսպիսի աղոթք արեցի, Աստված ես մի քանի բարձրագույն կրթություն ունեմ եւ այսպիսի առարկա կա, որ անցել եմ տնտեսագիտական, մաթեմատիկական այդպիսի կրթություն կա, հավանականությունների տեսություն։ Եվ այդ հավանականությունների տեսությունը ասում որ ինչ որ բաներ որ պատահում են դրանց հավանականությունն է չափում ես հասկացա որ այն ինչ որ գրված է Աստվածաշնչում չի կարող պատահական իրականանալ երբ որ գրված է այսպես անես այսպես կլինի այսպես ապրես այսպիսի հետևանք ունենա եւ կարող եմ ասել որ ես ապաշխարել եմ ես Տիրոջը ընդունել եմ այն ճանապարհով, որ Աստված ինձ ապացուցեց Աստվածաշնչի բացարձակ ճշմարտություն լինելը։ Եվ 2001 թվականին եղավ վերջակետը այսպես իմ ապաշխարության, որ վերջնականապես կատարվեց, դա այն որդու ծնունդն էր, առաջնեկը, որ պիտի ծնվեր մեր տանը, որ բժիշկները ասում էին, որ հնարավոր չի այս հղիությունը բարեհաջող ավարտվի, եթե անգամ ավարտվի երեխան մտային խնդիրներով երեխա է լինելու եւ Աստված հրաշք արեց այդ երեխան հիմա արդեն 25 տարեկան է եւ կարծես ճիշտ հակառակը մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, այսպես ոլորտում հաջողություններ ունեցող խելացի երիտասարդ, որը այժմ Անգլիայում 1 տարվա դասընթաց է անցնում ավետարանչության եւ եկեղեցական ծառայության եւ շուտով վերադառնալու է Հայաստան իր հոգեվոր գիտելիքներով որ ծառայի Աստծո։ Փառք Հիսուսին եւ ասեկա միևնույն հատեն քաչալերականը եւ ուժը ածնողները անմայրերը որոնք հիմա հղի են եւ այսպիսի ասենք բժիշկներեն լուրեր կստանան որքան կարեւոր է որ հավատքի մեջ ավելի հաստատ մնան։ Այո, եւ ոչ միայն հղիություն, այլ ցանկացած խոսք մեր կյանքը կարծես Տիրոջ այդ ընթացքը հրաշքներով լի ընթացք է։ Ես չեմ կարող ասել, որ բոլոր մեր աղոթքները պատասխանվել են, բայց Աստված գերբնական կերպով պատասխանել է։ Եվ ես ուզում եմ քաջալերել մեր ունկնդիրներին, եթե անցնում եք դժվարություններով, եթե մտքեր ունեք, որ ելք չկա, անելանելի իրավիճակ, կամ բժիշկները ասել են ոչինչ քեզ չի օգնի, ես միշտ ասում եմ վերջին խոսքը պատկանում է Աստծուն։ Ամեն։ Ամեն։ Եվ ինչպես օրինակ ամեն անելանելի իրավիճակում Աստված ելք ունի եւ երբեմն դժվար է, երբեմն արդեն օրինակ Հայաստանում, գիտեք, պատերազմից հետո շատ սքավոր ծնողներ
մայրեր, հայրեր, տատիկներ, պապիկներ կան եւ գիտեք երբեմն կորուստը այլևս հնարավոր չի վերականգնել, բայց Աստծո հետ մտերմությունը, Տիրոջը դառնալը, ապաշխարությունը այնպիսի մխիթարություն է բերում, որ ուղղակի ցանկացած ելք, դա լինի բժշկություն, դա լինի մխիթարություն, դա լինի քաջալերանք, հորդոր, զորություն, հոգնածությունից, անկած վիճակից ոտքի կանգնելու համար, երբ որ մարդկային միտքը չի կարողանում պատկերացնել, Աստված կարող է դա անել։ Եվ մեր կյանքը, իմ ընտանիքը, ես, կինս, երեխաներս կարող են վկայել եւ մեր հոգեվոր թիմի, մեր եկեղեցու շատ ծառայողներ կարող են վկայել, որ Աստծո հետ ընթացքը գերբնական ընթացք է, լի հրաշքներով, լի գերբնական միջամտություններով եւ դրա բանալին Տիրոջ հետ մտերմությունն է։ Ամեն, ամեն։ Եվ ինչպես օրինակի համար գոչումը ստացակ, որ հովիվը ալակ։ Դա ավելի շատ իմ հովիվը ինձ ես միշտ իշխանություն հարգող մարդ եմ եղել եւ երբ որ իմ հովիվը ինձ հրավիրեց ու մի քանի ծառայողներով ինձ առաջարկեցին, ասացին, որ տեսնում ենք, որ դու ունես հովվական պարգև, անկեղծ ասած իմ առաջին արձագանքը հետեւյալն էր, որ ես ինձ ավելի լավ եմ ճանաչում, քան դուք, եւ ես գիտեմ, որ ես Աստվածաշնչի պահանջներին հովվական ծառայության չեմ համապատասխանում։ Իրենք պնդեցին, ասացին վստահիր մեզ, մենք փորձառություն ունենք ավելի քան դուք, քան ես, այսպես եւ իրենք ասացին վստահիր մեզ եւ ես ասացի եթե ես ձախողվեմ, այսպես ես համաձայնվում եմ, բայց պատասխանատվությունը ձեր վրա է, որովհետեւ ես ինձ չեմ տեսնում որպես հովիվ իրենք պնդեցին եւ ես 2010 թվականին ձեռնադրվեցի հովիվ եւ 2011-ին մենք սկսեցինք Էջմիածնի Էմանուել եկեղեցի։ Բայց ինչու համար ինքնիդ չէիք գտներ։ Որպես հովիվ։ Ես առաջին իսկ ասացա արդեն, որ Աստվածաշնչի բացարձակ ճշմարիտ լինելը եղավ իմ ապաշխարության հիմքը, դարձի գալու հիմքը եւ ես շատ եմ ընթերցում Աստվածաշունչ եւ հիմա էլ ինձ համար Աստվածաշունչը ինչպես որ Աստվածաշնչում է գրված գանձատուփ է, որից գանձեր են դուրս բերվում եւ ես գիտեի, որ հովիվը պիտի լինի այսպիսին, երբ որ Տիմոթեոսին ուղված նամակի մեջ, Տիտոսին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալը թվարկում է, ու ես գիտեի, որ ես այդպիսին չեմ։ Իմ բնավորության գծերը, չգիտեմ, այն բոլոր չափանիշները որ կար, ես հիմա եմ հասկանում, որ մարդը պիտի աճի, որ հասնի այդտեղ, եթե դա վերցնենք, երևի ոչ մեկն էլ կատարելապես չի համապատասխանում, բայց սրանք ավելի շատ տրված են, որպեսզի մենք ձգտենք այդ չափանիշներին, եւ իմ պատասխանատու հովիվը ասաց, որ վստահիր ինձ, ես տեսնում եմ, որ դու կարող ես։ Ես էլ իրեն վստահեցի ու հիմա չեմ ափսոսում, չեմ փոշմանել, որ վստահել եմ եւ շատ շնորհակալ եմ իմ հովվից։ Բարգ Աստծո, որ մեր հովիվները ավելի կտեսնան մեր արժեքները, քան թե մենք ինքնինքնից գտնանք։ Իսկ ես գուզեմ հիշել, որ դուք միևնույն դասադու եք աստվածաբանական ժամարանին մեջ։ Եվ հիմա վստահ թերևս աշակերտները ավելի երիտասարդներ են դարիքով։ Իրենք ինչպիսի փորձառություններ ունեցած են նախքան հավատքի որոշում կալը, անցած են նույն ժամանակները, նույն պայքարներ են, ինչպես որ դուք կփնտրդեիք կամ եթե ասեք այսօրվան երիտասարդի հավատքի մասին։ Գիտեք, մարդիկ շատ տարբեր են։ Ինչպես մեր ընտանիքում ես եւ կինս ունենք 4 զավակ, 3 որդի, 1 դուստր, եւ 4-ն էլ նույն ընտանիքում մեծացած, 4-ն էլ շատ տարբեր իրենց բնավորություններով, իրենց խառնվածքով, իրենց նախասիրություններով, այդպես էլ մարդիկ, ինչ որ մեկը օրինակ շատ արագ անցնում է ծառայության, մեկը շատ դանդաղ աճ ունենում, մեկը շատ ոգևորված սկսում է, մեկը անընդհատ քաջալերանքի կարիք ունի եւ շատ տարբեր են։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ
մենք խոսելու ենք Քրիստոսի սիրո մասին։ Երբ որ մենք սիրում ենք Քրիստոսին, մենք չենք կարող իրեն չծառայել։ Երբ որ մենք սիրում ենք Քրիստոսին, մենք չենք կարող իր մեծ հանձնարարականը չկատարել, եւ երբ որ մարդը սեր ունի Աստծո հանդեպ, պետք է սիրի նաև այն մարդկանց, ում Աստված է սիրում, եւ այս սերը ծառայության մղումը եւ դա զոհաբերությունը, դա դժվարությունը, մենք սովորական աշխատողներ չենք, այսպես ասեմ, որ վճարեն ծառայենք, չվճարեն չծառայենք, մեր սիրտն է ուզում Տիրոջ համար բարիք անի, եւ շատ ժամանակ նամանավանդ Հայաստանում ծառայության համար դու պիտի կտրես քո ժամանակը, դու պիտի կտրես քո ֆինանսը, եւ ավելի շատ դու ներդնում ես այստեղ, իհարկե մենք այստեղ ներդնում ենք, երբեմն մարդիկ ասում են ո՞րն է ձեր շահը, Պողոս առաքյալն ասում է դուք չեք պատկերացնի ինչ մեծ շահ կա սրանում, բայց ձեր պատկերացրած շահը չի, սա երկնքում գանձեր դիզելն է, եւ ուղղակի խորհուրդ կտամ, որ շատ սիրեն Աստծուն երիտասարդները եւ ոչ միայն երիտասարդները, որովհետեւ երբեմն մարդիկ տարեց հասակում են ապաշխարում եւ ես քաջալերում եմ, ասում եմ, այդպես չի որ միայն երիտասարդները պիտի ծառայեն, տարեցները նույնպես կարող են ծառայել, բայց ամեն մեկը բանալին խոնարհությունն է, որպեսզի դու քո կոչումը գտնես։ Իմ հանդիպած ամենաերջանիկ մարդիկ Քրիստոսի մեջ են մարդիկ են, ովքեր որ իրենց կոչման մեջ են ծառայում։ Եվ ես ցավոք սրտի հանդիպել եմ ծառայողներ, որոնք կարող եմ ասել շատ դժբախտ մարդիկ են, որովհետև չեն ծառայում իրենց կոչման մեջ, որովհետև կան ծառայություններ, որ այսպես գրավիչ են, բայց իրենցը չեն, եւ ամենակարևորը կոչումը գտնելն է, եւ այստեղ ինչպես ինձ օգնեց իմ հոգեվոր առաջնորդը, այնպես շատ կարևոր է որպեսզի այդ հարաբերությունը լինի, խոնարհությունը լինի, փնտրտուքը լինի եւ հավատում եմ, որ թե եկեղեցու ծառայողների օգնությամբ, թե հոգեվոր առաջնորդի օգնությամբ եւ թե ամենակարևորը Սուրբ Հոգու առաջնորդությամբ մարդը կգտնի իր տեղը Քրիստոսի մարմնում եւ ինչպես մարմնի ցանկացած անդամ իր գործն է անում, թեկուզ փոքր, բայց անկարևոր մարդ գոյություն չունի։ Աստվածաշունչն է ասում, որ բոլորը ունեն շնորհներ։ Աստված ոչ մեկին առանց շնորհի չի թողել։ Սերը ծառայության փափագ է եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Ամեն։ Արման եղբայր, ես թույլ տվեք որ ասեմ քույր եղբայրներու, որոնք ես ջանցած եմ Արման եղբայրը Մոնտրեալի մեջ, շատ ջանցավ գազեմ դարիմը առաջ, կամ քիչ մ ավելի, ուրեմն ինքը Շուտով հրավիրված է կլինի 1 տարի։ մեկ դարվա մեջ այնքան եկեղեցին իր կորձունեությունները ունի, որ կգարձենք, որ շադոնց եղած է, բայց արդեն գսեք տարի առաջ է, դուք եկաք Մոնտրեալ եկեղեցին հրավերով եւ 3 օրվա սկանջելի սեմինարը մեզի ներկայացուցիք, որոնց նույնն է պատմություն կերտոներ։ Ընդհանրապես աշխարհային իմաստով պատմություն կերտոներ անոնք են, որ նորությունը գբերեն նպատակ ունին, տեսիլ ունին, գփոխեն աշխարհը, գփոխեն ժամանակը, իսկ քրիստոնեական ասենք կյանքի մեջ ադիգա կնշանակե որ մարդիկ որոնք Աստծո գամքով գաբրին եւ աստեցություն ունին իրենց շուրջիներուն վրա։ Ուրեմն դուք պատրաստած էիք հաջելի քիրքմա անգլերենով կողսե history Այո, maker եւ հայերենն մենք էլ այստեղ այն մեջքի հետևում։ ուրախ եմ մենք 3 օրեր սորվեցանք, օրհնվեցանք եւ անգեց վերջ մեր դնային աղոթքի խումբերում մեջ կկործածենք աստասընթացները։ Պիտուզեի այս արիթով բոլոր adonk որոնք չեն գիտեր, ցեզ մեզի ներկայացնեք ինչ էր ծեր ասենք նպատակը եւ ինչ է դեսիլքը հայ ժողովրդի մեջ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պատվելի Ջորջ Դաբոյին Ժավերի համար եւ հրաշալի, ուղղակի հրաշալի ուսուցում եղավ Մոնրեալում։ Ես սիրահարվել եմ ձեր եկեղեցու վրա։ Ես շատ սիրեցի մարդկանց եւ ինձ շատ հարազատ։ Այդպես կա իհարկե կան տներ, որ հյուր ես գնում
շատ լավ քեզ ընդունում են եւ շատ գոհ ես, շնորհակալ ես, բայց կան որ գնում ես ու մնում է բարեկամություն, ստեղծվում է նոր բարեկամություն, կարծում եմ ձեր եկեղեցու հետ եւ հատկապես պատվելի հետ եւ ծառայողական խմբի, չգիտեմ, բոլորի ինձ քույրերն են գրում, այդպես բարեկամություն է ստեղծվել, հարազատություն եւ շնորհակալ եմ հրավերի համար, որովհետեւ միշտ գիտեմ առաջին անգամ չճանաչելով մարդուն, այսինքն այսպես հերվից գիտեինք իրար եւ ես էջմիածնում եմ հիմա, էջմիածնում էլ մեկ անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, բայց Տիրոջից իմաստություն եւ Սուրբ Հոգու ձայնը լսել է պետք, որպեսզի դու կարողանաս վստահել մեկին, ում չես լսել կամ չես տեսել ուսուցչության մեջ։ Ես շնորհակալ եմ Տիրոջից եւ շնորհակալ եմ պատվելիից Ջորջ Տաբո եղբորից այդ հրավերի համար։ Պատմություն կերտողների դասընթացը ես այսօր առավոտյան նամակ եմ ստացել առաջնորդության միջազգային ինստիտուտ, այդպես է կոչվում, կազմակերպությունը, որը կազմակերպում է տարբեր երկրներում, եւ ես Հայաստանի ներկայացուցիչն եմ, Հայաստանում իրենց ներկայացուցիչն եմ եւ ճամփորդում եմ, թե Հայաստանում եմ կազմակերպում այդ դասընթացը այս տարի արդեն մեկ անգամ կազմակերպել ենք եւ թե ճամփորդում եմ տարբեր երկրներ, դասավանդում եմ այդ թվում նաեւ Սփյուռքի մեր հայկական եկեղեցիներում, բայց ոչ միայն, նաեւ քանի որ ես ռուսերեն կարողանում եմ դասավանդել, խոսում եմ Ռուսաստանում արդեն ռուսական եկեղեցական միաբանությունները, միությունները հրավիրում են եւ հունիսին այնտեղ եմ լինելու, շատ լավ լուր ունեմ Լոս Անջելեսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների համար սեպտեմբերին այնտեղ լինելու մանրամասները իմ YouTube-յան ալիքում կդնեմ, արդեն որ մի փոքր ժամանակ կմոտենա կամ եղբայրների հետ վերջնական պայմանավորվածություն ունենանք, բայց արդեն իսկ պայմանավորվել ենք, որ սեպտեմբերին լինելու է այն, ինչ որ Մոնրեալում անցկացրեցի, նույն դասընթացը պատմություն կերտողներ լինելու է Լոս Անջելեսում։ Արդեն ասացի, որ այս դասընթացը մշակվել է այս առաջնորդության միջազգային ինստիտուտի կողմից եւ մեկ հոգի չի մշակել, հավաքվել են քրիստոնյա առաջնորդներ շատ տարբեր երկրներից, ծոմով ու աղոթքով եւ մեկ հարց, հիշում եք, ասացի Քրիստոսի հանդեպ սերը, այդ Քրիստոսի հանդեպ սերը մղում է մեծ հանձնարարականը կատարել, մեծ հանձնարարականը աշխարհով մեկ աշակերտներ բարձրացնելու հանձնարարականն է եւ իրենք հավաքվել են եւ միջոցը բնականաբար ավետարանը բարի լուրը տարածելն է եւ մեկ հարց են տվել իրենց ինչ մեկ ամենակարևոր գործոնը կլինի որ արագացվի ավետարանի տարածումը եւ պատասխանը եղել է ճիշտ առաջնորդությունը Եթե մենք ունենանք առողջ առաջնորդներ, Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգով առաջնորդվող առաջնորդներ, սա ամենակարևոր գործոնն է, որ կազդի եկեղեցու մնացած ոլորտների վրա եւ մենք ունենանք ավետարանի տարածման արագացում։ Եվ երկրորդ հարցը, որ տվել են Տիրոջը եւ պատասխան են ստացել, իսկ ինչ է պետք այդ առողջ առաջնորդությունը ունենալու համար, եւ 8 հիմնարար արժեքները ես հիմա չգնամ նորից քարոզեմ ովքեր որ կուզեն կարող են այս ili.org ներողություն սխալ ասացի ili.team.org իրենց կայքը մտնեն եւ այնտեղ տարբեր լեզուներով կա այս դասագիրքը եւ 8 հիմնարար արժեքների մասին թե որոնք են այն կարևորագույն որակները որոնք պետք են առաջնորդին ծանոթանան, իսկ մենք գիտեք արդեն, որ այս 3-ից ավելի, մոտ 4 օրերի մեջ, որտեղ Կիրակի օրվա, եթե հիշում եք Կիրակի օրվա պատգամն էլ ես օգտագործեցի վերջին դասի համար, այս 4 օրյա կամ երորյա սեմինարի ընթացքում ամբողջությամբ անդրադառնում ենք այս 8 հիմնարար արժեքներին եւ արդեն կարող եմ ասել մոտ
500-ից 600 մարդ առաջնորդ եկեղեցու արդեն իսկ անցել է իմ եւ մեր թիմի կազմակերպած ուսուցումներով ես 2020 թվականից ներգրավված եմ այս ծառայության մեջ, բացի իմ հոգական ծառայությունը եւ ասեմ, որ շատ դրական արձագանքներ կան, ինչպես դուք վկայեցիք եւ նաեւ ձեր եկեղեցուց շատ մարդիկ կապ են հաստատել ու վկայել են, որ շատ դրական արձագանքներ կա եւ հորդորում եմ բոլոր եկեղեցիներին, գիտեք, այստեղ չկա հարանվանական ինչ-որ ուսուցում, որ այս եկեղեցին մտածի, չգիտեմ, այս մկրտական, ավետարանական, չգիտեմ, հոգեգալստական, չկա, բացարձակապես մաքուր ավետարան եւ բոլորը, անգամ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցում են եւ իրենց համար չկա մի բան, որ իրանք ասեն ես համաձայն չեմ։ Դասընթացը այսպիսի հրաշալի կառուցվածք ունի եւ ասացի խոսքս կիսատ մնաց, որ այսօր առավոտյան նամակ ստացա կենտրոնից այս կազմակերպության եւ խնդրանք էր, որ աղոթեն հենց այս շաբաթվա ընթացքում 15 տարբեր երկրներում 19 նման ուսուցում է կազմակերպվում եւ արդեն պատկերացրեք, որ այս նյութը տարածվում է աշխարհով մեկ եւ օգնում եկեղեցիներին եւ առողջացնում եկեղեցիների առաջնորդական ծառայությունը, ինչպես նաեւ բարձրացնում, այսինքն միայն առաջնորդների համար չի, բարձրացնում է նոր առաջնորդներ եւ նոր ծառայության գաղափարներ տալիս մարդկանց։ Այո, շատ հետաքրքրական է, որովհետև վերջավորության աղոթքի խումբի, ասենք, առաջնորդը ցևը պետք է ունենա եւ structure-ը պետք է լա, որ ինչպես առաջնորդ է, ինչպես Աստծո խոսքը սիրծեն է, ինչպես Աստծո հետ մդերին դարձնե, ինչպես Աստծո ցայնը լսե։ Մենք բավական աշխատեցանք այս քիրքին վրա եւ մեզի համար շատ օրհնություն եղավ եւ ես ալ կքաչալերեմ, որ եկեղեցիներ աղոթքի խումբեր հետևին ազդրակրին, որովհետեւ հավատքի կյանքի մեջ է գուզես աջիլ, գուզես քերտնագանը ըսկալ աս դասընթացը քեզի համար է։ Փառք Աստծո եւ գիտեք աս դասընթացներն է որ Աստուծավակը երբ որ գլսե կսորվի կմտածե ավելի կճանչնա Քրիստոսի սերը եւ գարձեք անհատը ասենք դեղերը պետք է անցնի իր կյանքի մեջ ելևեջները պետք է անցնի մինչեւ որ հասկանա եւ ըմբռնե այդ սերը եւ մեր այսօրվա նյութն է եւ Տեր Հիսուս Քրիստոս ասաց է մեզի, որ իրար սիրեցեք, ինչպես ես ձեզ կսիրեմ։ Եվ ասիկա բադվիրան մտված է եւ հրաման մտված է։ Արման եղբայր մենք շատ գլսենք մեր հովիվներեն, կարոզիչներեն, որ իրար սիրեցեք, ինչպես ես սիրեցի եւ ահակին համարներ ունենք, բայց կորզնական ցևով ինչպես գրնա, ասենք, առնենք հավատացյալին ոչ աշխարհային մարդուն հավատացյալը ինչպես գրնա սիրել չի սիրվելի մարդուն այդ մարդը որ իրեն ամիջական շշանագին մեջն է ընտանիքին մեջն է ինչպես գրնա անիկա սիրել շատ լավ թեմա է եւ շատ կարեւոր որովհետեւ գիտեք երբեմն մարդիկ անկեղծ ուզում են դա անել ուզում են եւ չեն կարողանում Եվ ես միշտ համեմատում եմ սա, գիտեք, ծանրամարտը, երբ որ ծանրություն են բարձրացնում, գիտեք, այս մարզաձևը, պատկերացրեք մի երիտասարդ շատ ոգևորված գնում է որպեսզի բարձրացնի այդ ծանրաձողը եւ ինքը չի կարողանում պոկել իր տեղից, ասենք, չգիտեմ, 150 կիլոգրամանոց ծանրաձող եւ ինքը չի կարողանում պոկել տեղից բայց միևնույն ժամանակ այնտեղ մարզիչը կանգնած իրեն ասում է դու կարող ես դա անել գուցե ոչ այսօր բայց եթե դու կանոնավոր աշխատես քեզ վրա կանոնավոր մարզվես կգա մի օր դու ոչ միայն 150-ը կբարձրացնես դու 200-ը կբարձրացնես եւ սա գուցե անհավանական թվա երբ որ ես նաեւ իմ հովական ծառայության մեջ խորհրդատվական ծառայություն եմ անում եւ շատ զույգերի խորհրդատվությունը մատուցում ընտանեկան հարաբերությունների մեջ գիտեք շատ լարված հարաբերություններ են լինում մարդիկ վերքեր են ունենում հոգևոր վերքեր
հոգեբանական վերքեր, որ ասում են, օրինակ բոլորին կներեմ, բայց այս մարդը այնպեսի բան արել, որ ես չեմ կարող իրեն ներել։ Եվ սա ինձ համար այդ ծանրաձողն է, որ ինքը չի կարողանում փոկել, բայց երբ որ կա կանոնավոր հոգեվոր աճ, հասունություն եւ այն ինչ որ հիմա կարդալու եմ Աստվածաշնչից, Աստվածաշունչը մեզ տալիս է բանալին, թե ինչպես կարող ենք մենք դա։ Գիտեք, այո, ձեր ասած հատվածը դա Հովհաննես Ավետարան 13-րդ գլխում, 13-ի 34-35 խոսքերում, որ Տեր ասեց ձեզ նոր պատվիրան եմ տալիս։ Գիտեք, այն պատվիրանը, որ կար, որ հիշում եք մեկը եկավ հարցրեց Տիրոջը որն է ամենամեծ պատվիրանը եւ Տերը ասեց կարճ ասեմ սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո մերձավորին սա 5 կտակարանում գրված է երկուսն էլ եւ մենք նոր պատվիրան չստացանք բայց երբ որ ասեց սիրեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի ասեց այսպիսի պատվիրան չի եղել մինչեւ հիմա Եվ հետո հավելեց դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ այս սերը ունենաք։ Եվ նոր պատվիրանը շատ կարևոր է, ես ուզում եմ մի հատված ընթերցել, առաջին Տիմոթեոս առաջին գլխից, եթե ճիշտ եմ գրել, այո, 5-րդ խոսքը գրված է պատվիրանի նպատակը կամ պատվիրանի վախճանը սերն է։ Եվ այնտեղ 3 բան կա, որ ես գործնական ուզում եմ, որ մենք իմանանք, որ այո, նպատակը սերն Առանց սիրո չկա քրիստոնեություն։ Առաջին Կորինթացիներ 13-րդ գլուխն ասում է, որ եթե դու մարգարյանաս, եթե հավատք ունենաս լեռներ շարժելու, բայց սեր չունենաս, դատարկություն է, ամբողջ քո աստվածապաշտությունը, որովհետև մենք պիտի ընդունենք Աստծո խոսքը, պատվիրանի վախճանը, պատվիրանի նպատակը, պատվիրանի վերջնանպատակը մեզ Քրիստոսի նման սիրել սովորեցնել։ Եվ Քրիստոս, երբ որ ասում ենք, երբ որ ինձ մոտ գալիս են այդպես խորհրդատվության ու ներկայացնում են իրենց իրավիճակը, թե ինչ դժվար մարդ է այս մարդը, ինչքան խնդիրներ է ստեղծում, անհնար է իր հետ ապրել եւ այսպիսի բաներ են ասում, ցավեցնում է ինձ, վիրավորում է ինձ, իմ խաղաղությունն է գողանում։ Ես միշտ համեմատում եմ Տեր Հիսուսի հետ, ասում եմ, պատկերացնում եք, իրեն խաչում էին Եվ ինքը իրեն խաչողների համար աղոթք էր անում։ Ասում էր, հայր, ներիր, սա իրենց մեղք մի համարի, որովհետև իրենք չեն հասկանում ինչ են անում։ Եվ նույնը տեսնում ենք Քրիստոսի աշակերտի Ստեփանոսի աղոթքի մեջ, երբ որ իրեն քարգոծում էին գրեթե նույն բառերով, ներիր։ Մենք շատ ժամանակ խաչելության մասին խոսում ենք եւ այդ ցավը ուղղակի չենք կարող պատկերացնել ես մաչեմ ուզում խաչելության մանրամասների մեջ կամ բայց ահավոր տանջալի մի մահա է եղել որ հետագայում անգամ հռոմեական կայսրությունը արգելել է նման մահապատիժը իր դաժանության իսկ քարկոծելը քարերով մեծ քարերով տղամարդիկ հարվածում էին մեկ ուրիշ տղամարդու Ստեփանոսին եւ մինչեւ մահանար եւ հետո այդ քարերը այնքան էին հարվածում կույտ էր լինում իր վրա եւ ինքը աղոթում որ սա Աստված իրեն քարկոծողներին մեղք չհամարի որովհետեւ իրանց միտքը փակված է իրանք չեն հասկանում մենք տեսնում ենք որ մեր թշնամին մարմին ու արյուն չունի անգամ եթե մարդու տեսքով է ճնշումը գալիս իրեն գուցե ուղղորդում է թշնամին մեր թշնամին սատանան բայց ինքը չի մեր թշնամին որովհետեւ այսքանը հասկանանք այստեղ շատ գործնական քայլեր են պատվիրանի նպատակը առաջին Տիմոթեոս 1:5 կամ վերջնանպատակը կամ վախճանը սերն է եւ 3 բան ում մեջ կարող է այս սերը լինել բխած մաքուր սրտից որովհետեւ մենք կարողանանք Քրիստոսի նման սիրել
Դիմացինը չպիտի փոխվի, որպեսզի մենք կարողանանք Քրիստոսի նման սիրել։ Մենք պիտի փոխվենք, որպեսզի կարողանանք Քրիստոսի նման սիրել։ Եվ առաջինը մաքուր սիրտ պիտի ունենանք, երկրորդը գրված է այդ սերը պիտի բխի բարի խրճմտանքից։ Ես կխոսեմ նրա մասին, թե ինչ է սա նշանակում, եւ անկեղծ հավատքից։ Դա շատ գործնական խորհուրդ։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսի սերը մեր միջով հոսի դեպի մարդիկ, պիտի ուշադրություն դարձնենք այս 3 կարևորագույն ոլորտներին։ Արդյոք ես ունեմ մաքուր սիրտ, բարի խրճմտանք եւ անկեղծ հավատք։ Եվ եթե թույլ կտաք, շատ ամփոփ արագ այս 3-ին անդրադառնամ։ Տեր Հիսուսն ասում էր Մատթեոս 5-րդ գլխի 8-րդ խոսքում. «Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։ Եվ սովորեցնում էր, ասում էր, նա չի պղծում մարդուն ինչ որ բերանից մտնում է ներս, այլ ինչ որ բերանից է դուրս գալիս, եւ հետո ասում էր ինչու, որովհետև ինչ որ շուրթերից դուրս է գալիս, սրտից է դուրս գալիս։ Ես կներեք այսպես միացնեմ, ինձ թվում էր հերիքի, բայց միացնեմ որպեսզի մարդկոցի չնստի։ Շատ լավ, կներեք։ Խնդրեմ։ Եվ 51-րդ Սաղմոսում շատ հայտնի խոսքեր կան. մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Տեր։ Եվ մաքրվելու կերպը, բնականաբար սրտի մաքրվելու կերպը, երբ որ Տերը ասում է այնտեղ են սրտի մեջ են, ամեն կեղծ, ամեն չար միտք, ամեն պիղծ ու վատ արարք նախ սրտից է դուրս գալիս։ Սրտից վատ խոսքերն են դուրս գալիս, սրտից վատ արարքներն են դուրս գալիս։ Իսկ Հովհաննես առաքյալը մեզ առաջին Հովհաննու 3-րդ գլխի 3-րդ խոսքում ասում է, ով ամեն ոք, ով այս հույսն ունի իր մեջ, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսի նման սիրել, մենք պիտի լինենք մաքուր այնպես, ինչպես նա է մաքուր։ Մաքուր չի նշանակում անսխալական։ Այո, մեր Տերը անսխալական է, բայց նրա արյունը մաքրում է մեզ։ Գիտեք, ես ամենաշատը նեղվում եմ, երբ որ մարդիկ ոգևորությամբ են քրիստոնեական կյանք ապրում։ Ոգևորից Տեր մաքրի ինձ, քանի որ ասացի, ես իմ նախկին այդ մինչև Քրիստոսին գտնելը կամ ավելի շատ ինքը ինձ գտա, ոչ թե ես իրան, մինչ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելը անցել եմ այդ յոգայով ու չգիտես մեդիտացիաներով շատ ժամանակ։ Ինձ թվում է մարդիկ հոգևոր քրիստոնեական յոգայի մեջ են։ Ինչի նկատի ունեմ։ Կարող եմ փակել աչքերը եւ ասել Տեր մաքրիր ինձ, հիմա ես մաքրվում եմ եւ այսպես իրանց թվա թե իրանք մաքրվեցին։ Այնինչ Աստվածաշունչը շատ հստակ ասում է խոստովանեք ձեր մեղքերը, լույսի մեջ բերեք, ապաշխարեք դրանցից հեռանալու որոշում կայացրեք։ Եբրայեցիս 12-րդ գլխում գրված է արյուն թափելու չափ պայքարեք եւ Քրիստոսի արյունը կսրբի ձեզ ամեն հանցանքից, ամեն մեղքից։ Եվ դուք այսպես մաքուր սպիտակ հանդերձներով կլինեք, այնքան սպիտակ, ինչպես նրա հանդերձներն են, որ ոչ թե որ մենք ենք լավը, այլ որ նրա արյունը սրբում է մեզ, եւ նրա արյունը սրբում է կատարելապես։ Եսայիայի մարգարեության մեջ Տերն ասում է. եկեք վիճաբանենք, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ես ձյունից էլ սպիտակ կդարձնեմ դրանք։ Չկա մի մեղք, որը Տիրոջ արյունը չկարողանա սրբել։ Սակայն Տիրոջ արյունը չի սրբում մեզ, եթե մենք խնդրում ենք, պատկերացնում ենք կամ չգիտեմ, դավանում ենք, որ մենք սրբված ենք, դրանով չենք սրբվում։ Սրբվում ենք ապաշխարությամբ, սրբվում ենք մեր մեղքերը լույսի մեջ բերելով։ Այդ պատերազմը մեղքի դեմ։ Ես գիտեմ, որ մեղքեր կան, մի անգամից մենք չենք կարողանում հաղթել, բայց երբ որ մենք որոշում ենք, որ այս մեղքը պիտի հեռացնենք մեր կյանքից, նախ ես հավատում եմ, որ անգամ եթե մեղքը դեռ չի հեռացել, բայց այդ որոշումը կա, Աստված արդեն քեզ մաքուր է տեսնում, արդեն Քրիստոսի արյունը սրբել է քեզ։ Եվ հետո ճիշտ հոգևոր առաջնորդության պարագայում, ճիշտ հոգևոր օգնության պարագայում
մարդը ազատվում է։ Ի վերջո հաղթելու է, որովհետև Տիրոջ շնորհքը ավելին է։ Նա, ով մեր մեջ է, ավելին է, քան նա, ով աշխարհում է։ Մենք չգիտեմ շատ անգամ այս խոսքերը ասում ենք ինչ որ դժվարություններ հաղթահարելու, վտանգներ հաղթահարելու հարցում եւ ճիշտ ենք անում, որ ասում ենք, բայց նաեւ մեղքը հաղթելու հարց։ Ուրեմն առաջինը, եթե մենք ուզում ենք սիրել Քրիստոսի նման, խոսքն ասում է, որ մենք պիտի ունենանք մաքուր սիրտ, որ այդտեղից բխի, եթե մաքուր չի մեր սիրտը, մենք չենք կարող սիրել Քրիստոսի նման։ Եվ կրկնեմ, որպեսզի դժվար չթվա սա առանց սխալների կյանքը չի, սա ապաշխարության կյանք, խոստովանության եւ լույսի մեջ բերելու մեր սխալները խոստովանելու Տիրոջ է եւ սխալներից այն մեղքերը, որ կան մեր կյանքում, դրանից ազատվելու որոշում ունենալով ապրելու կյանքն։ Ամեն եւ ինչ կաչալերական է անոնք, որոնք գաշխատին իրենց անձին վրա, որ ազատագրվին մեղքերեն եւ իրենց սիրտը մաքուրը լա, բայց միևնույն ժամանակ կառնանիգա, բայց նույնիսկ որ սխալվեն եւ նորեն նույն սխալը գրկնեն, Պարկ Աստծո ինչ որ ասիկ, դերը մեզի տեսած է, որ արդեն մենք մաքուր ենք։ It's okay, գգրկնենք, բայց աշխատանքի մեջ ենք մեր կյանքի մեջ։ Այո, եւ սա երկրորդ կետն է, որովհետեւ ասում է, որ սերը պիտի բխի բարի խղճմտանքից։ Բարի խղճմտանքը հենց նա է, երբ որ դու դեռ չես ազատվել սխալներից, բայց դու կարող ես կանգնել Տիրոջ առաջ ու ասել. Տեր, դու գիտես, որ ես չեմ սիրում այս մեղքը։ Դու գիտես, որ ես չեմ թաքցնում այս մեղքը։ Դու գիտես, որ ես չեմ արդարացնում այս մեղքը։ Գուցե իմ ուժը դեռ չի բավականացնում, որ ես վերջնականապես ազատվեմ, բայց մարդիկ էլ կողքից կարող է մտածեն, որ տեսնեն, որ ես դեռ մեղքի մեջ եմ, բայց դու իմ սիրտն ես տեսնում։ Իմ խիղճը մաքուր է։ Իմ խիղճը, գուցե ես դեռ ցեխի մեջ եմ, բայց ես ամբողջ սրտով ուզում եմ այդ կեղտից, այդ ցեխից, այդ մեղքից ազատվել։ Եվ սա ավելի շատ գործերը չեն, սա հոգեվիճակն է, որ միայն Աստված է տեսնում սիրտը։ Եվ մաքուր խիղճը Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ ասում մոտենանք Աստծուն չար խղճմտանքից մաքրված։ Եվ այս չար խղճմտանքը նա է, որ մարդը գիտի, որ Աստված տեսնում է, բայց ինքը շարունակում է մեղքի մեջ ապրել։ Սա չար խղճմտանքն է, դու չես կարող Աստծուն մոտենալ, եթե քո խիղճը չի մաքրվել։ Գուցե, ես չգիտեմ, ասենք Զաքեոսի ապաշխարությունը ինքը մեկ հանդիպումով իր կյանքը փոխվեց եւ այնպես փոխվեց, որ իր խիղճը այլևս իրեն չէր տանջում, ինքը գիտեր, որ ինքը շատ սխալ բաներ արել։ Գիտեք, մեր հիշողությունից մեր մեղքերը չեն ջնջվում։ Եվ սա կարա ծանրություն լինի մեր կյանքում, եթե մենք չսովորենք Տիրոջից այդ քաջալերանքը ընդունել, որովհետև Տերն ասում է այն հին Արմանը, որ սխալներ էր գործում, որ ինչ չէր ճանաչում, խավարի մեջ էր, մահացել է։ Հիմա նոր վերստին ծնունդ, նոր մարդ է ապրում։ Եվ Զաքեոս այս վերստին ծնունդը ապրեց ու ասեց ում որ հարստահարել եմ քառապատիկը կհատուցեմ։ Եվ Տերը ասեց այսօր այս տանը փրկություն եղավ։ Եվ ինքը թեև իր անունը դեռ չէր մաքրվել, որտեղ բոլորը չգիտեին, որ ինքը ապաշխարել է կամ դեռ ինքը դավաճան էր մյուսների աչքին, բայց իր ներսը, իր խիղճը մաքուր էր, ինքը գիտեր, որ ինքը այլևս առաջվա Զաքեոսը չի։ Աշխարհի սկզբունքներով, մամոնային երկրպագով, փողի համար իր հայրենիքը վաճառած Զաքեոսը չի։ Ինքը գիտեր դա եւ իր խիղճը մաքուր էր։ Եվ գիտեք, խիղճի մաքրվելը մեր ապաշխարությունից է գալիս։ Անկեղծ ապաշխարություն։ Եվ այս երեք իրար հետ կապված են մաքուր սիրտը, բարի խղճմտանքը եւ անկեղծ հավատքը։ Երրորդը ասում է անկեղծ հավատքից։ Եվ այս երեքը իրար հետ փոխկապակցված են, բայց մի հատված եմ ուզում կարդալ առաջին Տիմոթեոս 4-րդ գլխի առաջին խոսքը,
հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է կամ տաղված է։ Այսինքն մարդը, սա շատ կարևոր է, որ եթե դու լսես սխալ վարդապետություններ, այսօր ինտերնետը լցված է սխալ ուսուցումներով։ Օրինակ այդ կեղծ շնորհքի վարդապետությունը կա, եկեղեցիներ կան, որ ասում են մեղքի մասին մի խոսեք, երբ որ մեղքի մասին խոսում ենք, մենք կենտրոնանում ենք մեղքի վրա, եկեք խոսենք Տիրոջ շնորհքից։ Ինձ համար սա տարօրինակ է հնչում, որովհետև մենք պիտի խոսենք այն, ինչ որ գրված է Աստվածաշնչում։ Եթե Տեր Հիսուսը խոսում էր դրա մասին, եթե Պողոս առաքյալը խոսում էր դրա մասին, եթե մնացած առաքյալները իրենց նամակների ու գրվածքների մեջ խոսում են այդ մասին, մենք պիտի կարևորենք դա։ Եվ եթե մարդիկ լսեն այս, օրինակ կեղծ շնորհքի վարդապետությունը, ասում է, ինչ մեղք էլ գործես, դու Տիրոջ շնորհքի տակ ես։ Շնորհքը ծածկում է քեզ, կարծես Աստված մեղք չի համարում, եթե դու շնորհքի տակ ես։ Հիմա լսեցիր, այս մոլորեցնող վարդապետությունը ընկավ քո սիրտ։ Դու մեղքը գործելու ես, սկզբում մի խիղճը տանջում է, բայց դու ես շնորհքի տակ ես։ Էլի ես գործում, եւ այլևս խիղճը չի արձագանքում։ Խիղճդ տաղված է, խիղճդ խարանված է, այն որ ձեռքդ վառվում է, այրվում է ու այսպես մաշկդ հաստանում է, դու չես զգում մաշկդ, այդպես մարդու խիղճը կարա տաղվի, եթե ինքը հարատևի մեղքի մեջ եւ այլևս խիղճն էլ իրան չի զգուշացնում։ Եվ մենք պիտի շատ կարևորենք սա, որովհետև նույն Տիմոթեոսին ուղված առաջին Տիմոթեոս առաջին գլխի 18-19 խոսքերն են, ընթերցեմ, որտեղ իմ Տիմոթեոս այս պատվերը ավանդում եմ քեզ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը, ունենալով հավատ եւ բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին եւ հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։ Եթե մենք հավատքը եւ բարի խղճմտանքը մերժենք, եթե մեր հավատքը չլինի Աստծո խոսքի վրա եւ մեր խղճմտանքը ուղիղ, բարի, մաքուր չլինի Աստծո առաջ, նավաբեկության ենթարկվեցին։ Ոմանք, որոնք նվիրյալ քրիստոնյաներ էին, խոսքն ասում է, որ կործանվեցին հավատքի ընթացքից, շեղվեցին, ինչպես Պողոս առաքյալն ասում է, Դեմասը աշխարհը սիրեց, լքեց ինձ ու գնաց Թեսաղոնիկե։ Այնպես մենք պիտի շատ ուշադրություն դարձնենք մաքուր սրտին, բարի խղճմտանքին եւ երրորդը, եթե ժամանակ ունենք, կարծեմ ունենք ժամանակ։ Այո, անշուշտ ունենք ձեզ համար։ Երրորդը դա անկեղծ հավատք։ Մենք գիտենք, որ հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Բայց կեղծ հավատքը ծնվում է այն ժամանակ, երբ որ մարդիկ լսում են ուսուցումներ, քրիստոնեական ուսուցումներ, որոնք հիմնված չեն Աստծո խոսքի վրա։ Օրինակ, առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում 3-ից 5 հատված ընթերցենք, եթե մեկը ուրիշ բան ուսուցանի եւ մտիկ չանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին կամ վարդապետությանը, նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ եւ լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չարկասկածներ, խորամանկություններ, մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում եւ այլն։ Այն ժամանակ արդեն կարես վտանգը, որ գալիս են մարդիկ, որոնք ուսուցանում են մարդկանց ականջին հաճելի բաներ կամ իրենց ավանդությունների հիման վրա ինչ որ բաներ են սովորեցնում, ինչ մեկ Տեր Հիսուսը ասեց, ձեր ավանդությունը այսպես է ասում, բայց Աստծո խոսքը այսպես է ասում։ Հիմա ո՞րն է կարևորում, Աստծո խոսքը թե հայրերի ավանդությունը։ Որն է ձեզ համար ավելի կարևոր, կամ առասպելներ, կամ մարդիկ կան վարդապետություններ են ուսուցանում, ասում են երազի մեջ եմ տեսել, այս ինչ հեղինակավոր քարոզչի գրքի մեջ եմ կարդացել, եւ մենք ամենը պիտի անցկացնենք Աստծո խոսքով,
որովհետև մեր հավատքը կեղծ է, եթե այն հիմնված չի Քրիստոսի ուսուցումների Ամեն։ եւ Քրիստոսի հոգով գրված Աստվածաշնչի ուսուցումների վրա։ Այո, Տեր Հիսուսը զգուշացրեց, ասեց, եթե ձեր արդարությունը փարիսեցիների ու դպիրների արդարությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի։ Եվ փարիսեցիներն էլ ունեին հավատք, իրենք հավատում էին Աստծուն, բայց հավատում էին իրենց պատկերացրած կերպով։ Ես կարծում եմ մեր ժողովրդի, ես սիրում եմ մեր ազգը եւ շատ շատ սիրտս ցավում է մեր ժողովրդի համար, որովհետեւ մեր առաջին պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգի մեծ մասը, որ ասում է, որ պաշտում է Քրիստոսին, Քրիստոսի խոսքերով չի ապրում։ Եվ ցավոք սրտի ես եղել եմ հենց այդպիսի մի մարդ, որ ինձ համար Քրիստոս միշտ եղել է այսպես թանկ մեկը, հավատացել եմ Քրիստոսին, բայց իր խոսքերը անգամ եղել է ժամանակ, որ դե ասեցի, որ 13 տարեկանում ընթերցել եմ ամբողջ Աստվածաշունչը, բայց եղել է ժամանակ, որ ասել եմ դե ով կարա Քրիստոսի ասածներով ապրի։ Ոչ մեկ էլ կատարյալ չի, ես իմ մեղքի համար իմ արդարացումներն եմ ունեցել, միշտ ասում է ես սրա նման այսպիսի բաներ չեմ անում, այն մյուսի նման վատը չեմ, այն մյուսի նման չգիտեմ, ու տարբեր մեղքեր ես ինձ համեմատում էի մյուս մարդկանց հետ։ Ոչ թե համեմատում էի նրան, թե ես Քրիստոսին Տեր եմ ասում։ Ղուկասի ավետարան 6-րդ գլխի 46-րդ խոսքում գրված է. ինչու եք ինձ Տեր ասում եւ չեք անում այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Ես իրան Տեր էի ասում, բայց ինձ համար հետաքրքիր էլ չէր ինքը ինչ է ասում, որովհետեւ ես սիրում էի աշխարհը։ Երբ որ կարդացի Աստվածաշունչը, կարդացի նաև այն, որ գրված է՝ մի սիրեք աշխարհը եւ այն ամենը, ինչ որ կա աշխարհում։ Սիրեք Աստծուն, սիրեք Աստծո խոսքը, եւ եթե մենք կարդանք Տեր Հիսուսի աղոթքը Հովհաննես ավետարան 17:17-ում, ինքը ասում է մեզ համար աղոթում, իմիջիալոց ոչ միայն աշակերտների համար, այլ նաև ասում է ովքեր իրենց խոսքերի միջոցով կհավատան ինձ, սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է, Աստծո խոսքը ճշմարտություն է, եւ Աստծո խոսքը սրբացնում է մարդուն, մաքրում է մեզ, երբ որ մենք ասում ենք հավատում ենք քո ասածներին, որ ինչ որ մեկը ասում է սուտ խոսալը դե կարևոր դեպքերում ոչինչ, կամ մի քիչ խարդախություն անենք ավելի շատ շահ կունենանք, այն մեկը ասում է ես այնպիսի իրավիճակում եմ, որ եթե ճշմարտությունը չասեմ մեծ խնդիրների եմ բախվելու, կամ մնացած դեպքեր, երբ որ մարդը արդարացնում է իր մեղքը, պիտի հիշենք, որ մեր հավատքը առանց հավատքի գործերի, առանց հնազանդության մեռած հավատք է։ Մեռած հավատքը մեզ չի կարող փրկել։ Քանի որ ես շատ եմ սիրում իմ ազգը, իմ ժողովրդին, ես ուզում եմ մեկ անգամ եւս ասել այս խոսքերը։ Տեր Հիսուսն ասեց. ոչ թե ինձ Տեր, Տեր ասողները կմտնեն երկնքի արքայություն, այլ նրանք, ովքեր կատարում են իմ հոր կամքը, որ երկնքում է։ Իսկ որտեղ է գրված հոր կամքը։ Մեկը կարող է ասել, սա է Աստծո կամքը, մեկը ասի, չէ, դա չի Աստծո կամքը, սա է Աստծո կամքը։ Եվ մենք գիտենք, որ մենք ունենք Տիրոջ խոսքը, Աստվածաշունչը, որտեղ գրված է Տիրոջ կամքը։ Եվ եթե մենք հավատանք, մենք մաքրվում ենք մեր անկամ, ինչպես ասեցի, դեռ չի նշանակում, որ երբ որ ընդունեցինք խոսքը, դա դեռ չի նշանակում, որ մենք դարձանք կատարյալ սխալ չենք գործում։ Չէ, մենք ունենք չափանիշ։ Մենք հասկանում ենք, որ սա սխալ գործեցինք, սրա դեմ սկսում ենք պայքարել։ Եվ ահա գամ Նյուտին, գուցե այն չէր ինչ որ ակնկալում եք, չգիտեմ, բայց ինձ համար սա շատ գործնական է, որովհետեւ մենք կարողանանք սիրել Քրիստոսի նման, խոսքը ասում է պատվիրանի նպատակը, պատվիրանի վերջնանպատակը սերն է, որը բխում է 3 կետ. մաքուր սրտից, բարի խշմտանքից եւ անկեղծ հավատքից։ Ամեն, շատ շնորհակալ եմ եւ Տեր Հիսուս Քրիստոսը որ գսիրեր, Տեր Հիսուս Քրիստոսն է ճշմարտությունը լավ ցեվով կմեկներ մեղավորին,
Այսինքն գբադահի որ եղբայրներ քույրեր կան որ կփորձեն ապրիլ սրբակորձության կյանքը կփորձեն գդարել այդ պատվիրանները բայց հազիվ մեկ վզդիկ սխալ մը գնեն սավենք ուրիշը գուկա եւ գտադե իրենց եւ որքան անդիգա իրենց ցավ կպատճառը եւ կխորին որ եթե մանավանդ ինքնություն ունի Քրիստոսի ինքնին ցախողած կսկան բայց դերոջը օրինակն է որ նույնիսկ իրականությունը որ պիտի ասենք թիմացինին այնպեսի ցևով անսենք որ անցին բարձրացնե եւ ոչ թե adansin ուսահատության մեջ մցնե Ես կարծում եմ, որ այստեղ Աստվածաշունչը ասում է դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Այսինքն բոլոր Քրիստոսին հավատացողները, ովքեր ապաշխարել են, ովքեր իրականում հավատում են ոչ միայն որ Քրիստոս կա, այլ որ իր ասածները ճշմարիտ են եւ իր ուսուցումները ճշմարիտ են, Քրիստոսի խոսքերին հավատացողները Սուրբ Հոգու տաճար են եւ մեր մեջ Սուրբ Հոգին է բնակվում։ Եվ երբ որ մենք ունենք այս երեքը՝ մաքուր սիրտ, բարեխշմտանք եւ անկեղծ հավատք, անգամ եթե ես սխալ վերաբերմունք ունեմ ինչ-որ մեկի հանդեպ, ես զգում եմ Սուրբ Հոգու հանդիմանությունը եւ հաջորդ անգամ կամ հենց այդ պահին գնում եմ եւ շտկում եմ, ներողություն եմ խնդրում եւ հաջորդ անգամ երբ որ ինչ-որ մեկը սխալագործում կամ չգիտեմ, ձեր ասացի պես ընկճված է, ես չեմ գալիս ու ասում դու այսպես ամոթ քեզ, որ դու այսքան տարի եկեղեցում ես ու դեռ այսպեսին իրականում մենք բոլորս սխալվում ենք ոմանց սխալները երևում են ոմանց սխալները չեն երևում բայց Աստված բոլորը տեսնում է եւ եթե մարդը ունի այդ մտերմությունը Սուրբ Հոգու հետ ինքը այն ոսկե կանոնն է գործում իսկ դու եթե լինեիր այդպիսի իրավիճակում ինչպես կուզեիր ինչ որ մեկը գար ու քեզ օգներ Եվ դու արդեն պիտի քեզ պատկերացնես, որովհետև ես երբեք չեմ լինի այդ իրավիճակում։ Խոսքն ասում է, եթե մեկը կարծում է, որ հաստատ է կանգնած, թող զգույշ լինի, որ չընկնի։ Ես երբեք այդ մեղքը չէի գործի։ Մի ասա երբեք, եթե Աստծո շնորհը մի վարքյան Աստված իր ձեռքը վերցնի մեր վրայից, մեր այն հին մեղավոր բնույթը վերադառնա, մարդը ամեն ինչի պատրաստ ամեն ինչ, եթե չլինի մեզ Տիրոջ ողորմությունը, իր շնորհը։ Դրա համար, երբ որ ինչ-որ մեկը ընկած է, մենք պիտի ասենք, եթե ես այդ մեղքի մեջ լինեի, ես չեմ ասում կլինենք, չենք լինի, չէ, Աստված տա ոչ մեկս չլինի, բայց եթե ես լինեի, ինչպես կուզեի ինձ օգնեին։ Եվ սա ոսկե կանոնն է, որ մենք մեր մանուկներին սովորեցնում ենք, բայց բացի մանուկները, մենք մեզ ինքներս պիտի սովորեցնենք սա։ Այն ինչ կուզես, որ մարդիկ անեն, Քեզ նույնը արա նրանց։ Շնորհակալ եմ այս ժամանակին համար վստահ եմ որ շատերուս ես օրհնեցա շատերուս օրհնություն է շնորհակալ եմ ձեր ժամանակին համար դեր օրհնած ես էսի թող դերը ավելի իր սահմանները դարածը եւ երթակ երկիրներ եւ սորվեցնեք ուսուցանեք բայց Արմանի եղբայր ինչպես ժամանակ կգտնակ այս ամենը թե ուսուցանել թե հոգություն անել թե հայրեկ զավակներու ինչպես կհասնեք այս ամենը անելը Բիդեսեք Աստծո շնորհքով, բայց Այո, եւ նաեւ բնականաբար Աստծո շնորհքով Աստծո տված իմաստությամբ ճիշտ պիտի դասավորես ամեն ինչ, կարգապահ լինես, բայց ոչինչ չես կարող, եթե չլինի թիմ։ Թե ընտանիքում կինը, երեխաները, բարեկամները, Փառք Աստծուն, որ իմ դարձի գալուց հետո իմ շատ բարեկամներ հիմա եկեղեցում են, իրենք էլ ապաշխարեցին եւ մենք շատ այսպես բարեկամներով միասին Կիրակի օրը ամեն Կիրակի տեսնվում ենք ծառայությունների ժամանակ տեսնվում ենք, բայց ծառայողական թիմ Գիտեք, մեր ծառայության մեջ մենք հիմա Գյումրիում եկեղեցի ենք հիմնել եւ Գյումրու եկեղեցին 1 տարեկան է արդեն որ ամեն Կիրակի Գյումրու Էմանուել եկեղեցին պաշտամունքներ է իրականացնում եւ նույն ընթացքը որ մենք անցել ենք Էջմիածնում կարծես այնտեղ կրկնվում է Եվ ես միշտ քաջալերում եմ, ասում եմ ուշադրություն, պատասխանատու ծառայողին ասում եմ ուշադրություն դարձրա թիմին Եվ եթե չլինի թիմը, որովհետև այս երևացող ծառայության հետևում շատ չերևացող ծառայողներ են, որոնք ամեն մեկը իր բաժինը հավատարիմ կերպով անում է։ Ես կարողանում եմ ճամփորդել, որովհետև մեր եկեղեցում կան
5-6 քարոզիչներ, որոնք հրաշալի գիրակնորյա պատգամ են փոխանցում, մնացած բոլոր ծառայողները, անկախ դրանից ես այդտեղ եմ, ես այդտեղ չեմ, շատ հրաշալի կերպով եկեղեցին իր ծառայությունները բնականon Տիրոջ օրհնությամբ կատարում է եւ մեր եկեղեցու մեծ մասը ինչ որ ծառայության մեջ ներգրավված է։ Երբ որ ամեն մեկը իր փոքր բաժինը հավատարիմ անում է, ստացվում է այս ծառայությունը, որ մենք ունենք, եւ ասեմ նաեւ, որ մենք երազանք ունենք, տեսիլք ունենք, որ քանի որ մեր on-line ծառայությունը բավականին արդյունավետ է եւ ավետարանչության առումով եւ աշակերտական խմբերի առումով, որովհետեւ շատ մարդիկ կան, որոնք տարբեր երկրներում են, տարբեր ընտանեկան իրավիճակներում, անգամ մարդիկ կան, որոնք տնից չեն կարողանում դուրս գալ եւ այս աշակերտական խմբերը ինտերնետով իրենց օգնություն են, որ աճեն Տիրոջ մեջ հոգեվորապես հասունանան։ Մենք ուզում ենք սա նաեւ տարբեր լեզուներով բազմապատկել եւ նպատակ ունենք նաեւ մեր տարածաշրջանի Հայաստանի հարակից երկրների լեզուներով անել սա մեր եկեղեցու տեսիլքն է, որ հասնենք ազգերին Քրիստոսի ավետարանով։ Վարկասը Վարկասը բերը օրհնի ալավելի։ Գուզեք աղոտկոմ փագենք եւ Այո, օրինակի համար փոխանցեք at սերը որ գսերեք Տեր Հիսուս Քրիստոսին փոխանցեք ժողովրդին։ Երանի փոխանցելով լիներ, ես կարող աղոթեմ, որ Այո, երբ որ մենք պատրաստենք մեր սիրտը Տիրոջ համար եւ այնտեղ բնակվի, իրականում բնակվի, ես հավատում եմ, որ բնակվում է Սուրբ Հոգուն, բայց մենք պիտի այս կրկնեմ ես 3 կետերը՝ մաքուր սիրտ, բարի խղճմտանք եւ անկեղծ հավատք, մենք պիտի հնարավորություն տանք Սուրբ Հոգուն, որ գործի մեր մեջ։ ամեն։ Եվ Աստված երբեք չի բռնանում մեր կամքի վրա, մենք պիտի խնդրենք, որ նա գա ու փոխի մեզ։ Եվ ես ուզում եմ աղոթել, որ մեր ունկնդիրները, ձեր այս հրաշալի հաղորդաշարի ունկնդիրները բաց լինեն ապաշխարության համար եւ թույլ տան, որ այդ սերը իրանց միջով հոսի։ Ջանք պետք չի Քրիստոսի նման սիրելու համար։ Պետք է սիրտը պատրաստես եւ բաց լինես Սուրբ Հոգու համար։ Աղոթենք։ Այո, Տեր, մեր փրկիչ Աստված, մեր երկնային Հայր, շնորհակալ եմ Կարինե քրոջ համար, այս հրաշալի ծառայության համար, իր ընտանիքի, իր եկեղեցու, իր հովվի, ծառայողական թիմի համար, որ քաջալերում են իրեն եւ բոլոր այն մարդկանց համար, որոնք նպաստում են այս ծառայությանը։ Եվ աղոթում եմ, որպեսզի մեր բոլոր ունկնդիրները, նրանք, ովքեր լսում են մեզ եւ դեռ հետագայում կլսեն, տեսագրությունը Տեր իմ Աստված, որ ամեն մեկի սրտում տեղ լինի քեզ համար եւ դու ոչ միայն գաս ու բնակվես, այլ դու լինես Տերը մեր կյանքի, Տերը մեր սրտի եւ այս բնակարանը հաճելի լինի քեզ մաքուր սիրտ, բարի խղճմտանք եւ անկեղծ հավատք եւ սա բավարար է, որ դու գործես, որ քո սերը հեղվի մեր միջոցով դեպի այն մարդիկ, ովքեր մարդկային չափանիշներով այդքան էլ սիրելու չեն, դժվար է իրանց սիրելը, Տեր, որոնք չեն փոխվում, որոնք ցավեցնում են մեզ, բայց ինչպես քեզ ցավեցնողների համար, Տեր Հիսուս, դու աղոթում ես, այնպես տուր մեզ այդ սերը եւ թող քո սերը մեր միջոցով հեղվի դեպի մարդիկ, այն մարդիկ, որոնք ամենաշատ ունեն այդ սիրո կարիքը եւ հաճախ ամենավատ մարդիկ, ամենաչար մարդիկ այս աշխարհի չափանիշներով ամենաշատ ունեն մեր սիրո կարիքը եւ տուր մեզ իմաստություն, որ բարիով հաղթենք չարին, տուր մեզ իմաստություն, որ չարով չարին չպատասխանենք, այլ քո սերը, որ մեզ դարձնում է քո աշակերտները, հոսի մեր միջոցով եւ շատ սրտեր դառնան դեպի քեզ եւ շատ կյանքեր բժշկվեն ու վերականգնվեն
եւ շատ շատերը հանդիպեն քեզ եւ ընդունեն քեզ իրենց կյանքերի մեջ եւ դրանով գա իրենց կյանքում այն որ խոստացել ես արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգու միջոցով որ կբնակվի իրենց մեջ աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Ամեն, ամեն։ Բաժնևիլը դժվար է, բայց շնորհակալ ենք ասոր համար։ Դերը ցեզ օրհնած Պակաս ավելի օրհնե, ձեր ընտանիքը բահե իր արյանդակ, ձեր ծառայությունները, եկեղեցին եւ բոլոր այդ հրաշալի մարդիկը, որոնք կհավատան ցեզ եւ ձեր գրնակը կեցածեն։ Շնորհակալ եմ արմանի եղբայր։ Պարկասում թող Տերը փառավորվի ամեն ինչի մեջ բոլորս շատ հույս ունեմ որ նաեւ ձեր ծառայությունը շատ պտուղներ կտա Ամեն։ եւ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ շատ շատերը երկնքում կմոտենան ձեզ ու կասեն շնորհակալություն եւ այս ծառայության միջոցով մենք հանդիպեցինք Տիրոջը եւ մենք փրկություն ընդունեցինք սա էլի մաղթանքը անznապես ձեզ կարինեքիր Thank you. Շնորհակալ եմ։ Բարի շաբաթ ցեզի, սիրելի քույրեր եւ եղբայրներ։